Լեռնային Ղարաբաղի բնակչության էթնիկ զտումները, բայց մենք շատ բան չգիտենք, թե ինչպես է քրիստոնյա աշխարհը վերաբերվում այս ամենին։ Նկատի ունեմ, մենք ունենք արդյոք քրիստոնյա աշխարհի համերաշխությունը, հաշվի առնելով, որ աշխարհի հզորագույն տերությունների մեծ մասը քրիստոնյա երկրներ են։ Well, you don't have that solidarity. That's simply a fact. There was that solidarity. Ոչ, ցավոք սրտի դուք չունեք այդ համերաշխությունը։ Դա պարզապես փաստ է։ Այդ համերաշխությունը կար այն ժամանակ, երբ առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում տեղի ունեցավ հայոց ցեղասպանությունը, որը ես անվանում եմ հայոց մեծ ցեղասպանություն։ Դա մեծ ցեղասպանություն էր։ Իհարկե, ամերիկացի եւ եվրոպացի քրիստոնյաները բոլորը գիտեին, թե ինչ է կատարվում եւ նրանք ցնցված էին, նրանք մեծ օգնություն ցուցաբերեցին։ Նրանք շատ մարդկանց օգնեցին փրկվել։ Գրեթե յուրաքանչյուր ամերիկացի ցեղասպանությունից հետո կամ ավելի ուշ իմացել է, թե ինչ է տեղի ունեցել, եւ նրանք ուզում էին արձագանքել որպես քրիստոնյա, բայց արևմուտքը ոչ։ Դուք այն չեք կարող այլևս անվանել քրիստոնեական աշխարհ։ Դա հետ քրիստոնեական աշխարհ է։ Մարդկանց մեծ մասն այլևս նվիրված քրիստոնյաներ չեն։ Քրիստոնեական արժեքներն անհետանում են հասարակությունից եւ մենք տեսնում ենք անտարբերություն եւ արձագանքելու անկարողություն։ Հայոց ցեղասպանության մասին խոսելիս մենք սովորաբար նկատի ենք ունենում 1915-18 թվականները, մենք դա անվանում ենք հայոց ցեղասպանություն։ Ես կցանկանայի երկու բան նշել այդ մասին։ Առաջին այն է, որ գործընթացը սկսվել է մինչև 1915 թվականը։ Օսմանյան կայսրությունում պարբերաբար կոտորածներ են եղել, եւ ես դա դիտարկում եմ որպես շարունակական գործընթաց, որը չի ավարտվել, եւ որ եղել են կոտորածների էթնո-կրոնական զտումների ալիքներ։ Եվ հետո եղել է մեծ ցեղասպանությունը առաջին համաշխարհային պատերազմի տարիներին, բայց գործընթացը դրանով չի ավարտվել, այն շարունակվել է հատկապես Կովկասում։ Especially in the Caucasus. Որովհետև նրանք քրիստոնյաներ էին։ They were Christians. This is the second thing I want, but it continues. Որովհետև նրանք քրիստոնյաներ էին։ Դա երկրորդ կարևոր հանգամանքն է, որը ես ուզում եմ նշել։ Բայց այդ գործընթացը շարունակվում է առ այսօր։ Ամենավերջին ալիքը Արցախի էթնոկրոնական զտումն էր, բայց դրանով էլ այն չի ավարտվել։ Այս գործընթացը շարունակվում է, եւ հիմա մենք տեսնում ենք, որ Հայաստանի Հանրապետության անվտանգությունը, ներառյալ եկեղեցին, որպես ազգի պատնեշ, միտումնավոր քայքայվում է այն ուժերի կողմից, որոնք ցեղասպանության ժառանգորդներն են։ Եվ Ալիևը պարզապես ցեղասպանության հանցագործության ժառանգորդ չէ։ Նա ցեղասպանության մասնագետ է, նա էթնոկրոնական զտումների գործնական կիրառող է։ Մենք այժմ դա տեսնում ենք, այսինքն դա կատարվում է մեր աչքի առաջ։ Դա հնագույն մի պատմություն չէ, դա կատարվում է մեր ժամանակներում։